Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Օկուպացված Արցախում Ադրբեջանը քանդել է Արցախի կառավարության շենքը։ Այս մասին տեսանյութ է տարածվել Տելեգրամի անալիքներում։ Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանը քանդել էր Ազգային ժողովի շենքը։ Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում քննարկելու է Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցը։ Քննարկումը վերնագրված է Ադրբեջանի կողմից հայերի ապօրինի կալանավորումներն ու այդ թվում բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների կեղծ դատավարությունները, իսկ հրատապ համարված բանաձևի քվեարկությունը նախատեսված է մարտի 13-ին։ Հայ գերիների ազատ արձակման պահանջով Բերլինում բողոքի ակցիա է իրականացվել։ Ադրբեջանում արդեն տարիուկես պահվող հայերի լուսանկարներով մարդիկ կոնկրետ քայլերով կոչ են անում Եվրամիության երկրներին, այդ թվում Գերմանիային, որ պատժամիջոցներ սահմանեն ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են հայ բանտարկյալների ապօրինի կալանավորման եւ վատ վերաբերմունքի համար, ճնշում գործադրեն Բաքվի վրա բանտային պայմանների միջազգային մոնիտորինգի հասնելու համար։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում կայացած աշխատանքային այցի շրջանակներում մարտի 11-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օֆլահերթիի հետ։ Պաշտպանը հատուկ անդրադարձ է կատարել Ադրբեջանում կամայականորեն պահվող էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող գործընթացների մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց լինելու հանգամանքին։ Հայաստանն այս պահին բավականին դինամիկ երկխոսություն է վարում Թուրքիայի հետ։ Այս մասին հնդկական լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Միրզոյանը նշել է, որ արդեն համաձայնեցվել են սահմանը նախ պետք է բացվի երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Նրանք շարունակում են աղմկել աշխարհով մեկ, հիմա էլ Ղազախստանում է Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել, մեջբերում եմ, Հայաստանը դեռևս տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ, երկրում կան ռևանշիստական տրամադրություններ։ Այս ամենը շարունակում է խոչընդոտ հանդիսանալ Բաքվի եւ Երևանի միջև տևական խաղաղության հաստատմանը։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջպետական հարաբերությունների կարգավորման եւ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը բավականին մեծ ճանապարհ է անցել։ Չնայած դրան, տևական խաղաղության ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ են մնում։ Հիմնականը Հայաստանի սահմանադրության մեջ պահպանվող տարածքային պահանջներն են Ադրբեջանի նկատմամբ, այդ երկրի արագ ռազմականացումն ու ռևանշիստական տրամադրությունների աճը։ Ցինիզմ ինչ խոսք անթակույց է տարածքային նկրտումներ Հայաստանից հենց իրենք ունեն։ Խաղաղություն են խաղում 12-րդ անգամ փաստաթուղթ ուղարկում Երևան ու հետընթացս Ալիևը Թուրքիայում պնդում է անում։ Մեջբերում Զանգեզուրն ադրբեջանական հող է, որ միտումնավոր հանձնվել է Հայաստանին ադրբեջանցիների կյանքը բարդացնելու համար։ Նախիջևանը հինավուրց ադրբեջանական հող է։ Այն սակայն արդեն ավելի քան 1 դար է, ինչ անջատված է Ադրբեջանի հիմնական տարածքից։ Դրա պատճառն այն է, որ 1920 թվականին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության անկումից 5 ամիս անց խորհրդային իշխանությունները Արևմտյան Զանգեզուրը դուրս բերեցին Ադրբեջանի կազմից եւ միացրին Հայաստանին։ Այդպիսով կտրվեց Ադրբեջանի հիմնական տարածքի եւ մեր երկրի անկախտելի մաս հանդիսացող Նախիջևանի ցամաքային կապը։ Հետո արդեն Մեջլիս մտավ Էրդողանը, երկրորդելով Ալիևին, ասաց եղբոր Ալիևի հետ շատ կարևոր հարցեր են ուզում քննարկել, հատկապես Հայաստանի հետ խաղաղության բանակցությունները։ Չի մասնավորեցնում ինչ։ Քննարկել են զիջումներ գնալու հնարավորություն, ճնշում բանակցելու հնարավորություն։ Էրդողանը նաև հայ-թուրքական հարաբերություններն այստեղ ուղիղ կապել է հայ-ադրբեջանական կարգավորման հետ։ Սպասում են փաստորեն խաղաղության համաձայնագրի կնքմանը եւ Էրդողանի ձևակերպմամբ ակտիվ ջանքեր են գործադրում Հարավկովկասում բարգավաճման ու կայունության համար։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջընթացի հետ մեկտեղ մենք անհամբերությամբ սպասում ենք համաձայնության գալ, որը թույլ կտա կայուն խաղաղություն հաստատել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև։ Ալիևի Անկարա այցից հետևեց հայտարարությունը Բաքվից Ալիևի օգնական Հաջիևի կատարմամբ գրեց, թե Հայաստանը պետք է Ադրբեջանին հանձնի Արցախյան պատերազմի հանցագործներին, որոնք գտնվում են Հայաստանում։ Առաջին անգամ չէ, որ նրանք այս ձևակերպումով նկատի են առնում Հայաստանի նախկին նախագահներին, պաշտպանության նախարարներին, բարձրաստիճան զինվորականներին, եւ ուշագրավ է, որ Հաջիևը սա դարձյալ կրկնեց Ալիևի Անկարա գնալուց հետո։ Հիմա էլ հետևեց Բայրամովյան այս հայտարարությունը։ Բաքուն չի դադարեցնում վերջնագրերի տարափը, ինչպես է հնարավոր հասնել խաղաղության փաստաթղթին։ Ինչ խմբագրում կուղարկի Երևանը Բաքվից 12-րդ տարբերակը ստանալուց հետո։ Այս բանին Ադրբեջանը, քանի որ մենք այսպես խաղաղության պայմանագրերի դեպից են գնկած, փորձում է մեր կողորտը ստեղծի եւ իր բոլոր պահանջները բավարարի
բավարարել տա Հայաստանին։ Ինչ պայմանավորվեցին Էրդողանն ու Ալիևը Անկարայում։ Առանց Էրդողանի թիկունքի Ալիևը հենց Անկարայում կխոսեր Հայաստանի տարածքի հանդեպ հավակնությունների մասին, ձևակերպելով, թե խորհրդային իշխանությունն է ադրբեջանական հողերը իբր հանձնել Հայաստանին։ Պայմանավորվել են առավելապաշտության ձգտումը պահել։ Հայտնի չէ, հայտնի է միայն, որ Ալիևը ամենևին էլ մենակ չի գնում փորձերին սեղմել մեր կոկորդը։ Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի երկրների զորքերի ցանկացած դրոշի ներքո ցանկացած կարգավիճակում, այդ թվում խաղաղապահների ներկայությունը սպառնալիք է Ռուսաստանի համար։ Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Լավրովը։ Սա այն չէ, ինչ պահանջվում է պատերազմի դադարեցման համար, որը արևմուտքը մղում է մեր դեմ ուկրաինացիների միջոցով, նրանց զորքերի անմիջական մասնակցությամբ։ Մենք դա գիտենք։ Եթե ՆԱՏՕ-ի ընդլայնումը առնվազն Թրամփի կողմից ճանաչվի որպես հիմնական պատճառներից մեկը, ապա ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը ցանկացած դրոշի տակ ցանկացած կարգավիճակով ուկրաինական հողում նույն սպառնալիքն է մեզ համար, ասել է Լավրովը։ Նա ընդգծել է, որ Մոսկվան ոչ մի դեպքում չի ընդունի ՆԱՏՕ-ի երկրների զորքերն Ուկրաինայի տարածքում։ Դոնալդ Թրամփը ծրագրում է առաջիկա մի քանի օրվա ընթացքում զանգահարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին քննարկելու Ուկրաինայի շուրջ ստեղծված վիճակը։ Ես կխոսեմ Պուտինի հետ, ասել է Թրամփը, մեկնաբանելով Ջիդայում ամերիկա-ուկրաինական բանակցությունների արդյունքները։ Տանգոյի համար երկուսն են պետք, հավելել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը։ Նա մանրամասնել է, որ մտադիր է Պուտինի հետ խոսել այս շաբաթվա վերջին։ Եվրահանձնաժողովն արագ եւ համաչափ միջոցներ է ձեռնարկում Եվրամիություն ամերիկյան ապրանքների ներմուծման նկատմամբ ի պատասխան պողպատի եւ ալյումինի ներմուծման համար Ամերիկայի սահմանած նոր մաքսատուրքերի։ Ըստ փաստաթղթի ի պատասխան Ամերիկայի նոր մաքսատուրքերի, որոնք տարածվում են Եվրամիության ավելի քան 18 միլիարդ եվրոյի արտահանման վրա, Եվրահանձնաժողովը գործարկում է նոր հակամիջոցների փաթեթ ամերիկյան արտահանման նկատմամբ։ Դրանք ուժի մեջ կմտնեն ապրիլից։ Եվրամիության պատասխան միջոցները եվրոպական պողպատի եւ ալյումինի նկատմամբ Ամերիկայի մաքսատուրքերի դեմ կարող են չեղյալ հայտարարվել ցանկացած պահի Վաշինգտոնի հետ համաձայնություն ձեռք բերվելու դեպքում։ Պակիստանի անվտանգության ուժերը հարավարևմտյան Բելուջիստան նահանգում ազատ են արձակել գնացքի զինյալների կողմից պատանդարված 400 ուղևորից 155-ին։ Նրանց պատանդ են վերցրել Բելուջիստանի ազատագրման բանակի անջատողական խմբավորման զինյալները։ Մինչ այժմ Պակիստանի անվտանգության ուժերը սպանել են 27 զինյալի։ Հստակեցվում է, որ փրկարարական գործողությունը դեռ ավարտված չէ։ Դեպքի վայր է ուղարկվել մարդասիրական օգնությամբ գնացք։ Ամերիկայի միջազգային զարգացման գործակալության USAID-ի ղեկավարությունը հրամայել է աշխատակիցներին ոչնչացնել փաստաթղթերը առաջին հերթին պաշտոնական։ Այս մասին հայտնել է Պոլիտիկո պարբերականը հղում կատարելով ծառայողական շրջաբերականին։ USAID-ի գործադիր տնօրենի պաշտոնակատար Էրիկա Քարը կարգադրել է անընդհատ մանրացնել եւ այրել փաստաթղթերը, որոնք գտնվում են գործակալության Վաշինգտոնի կենտրոնակայանի արխիվում։ Գաղտնի պահարանների նյութերը եւ անձնական թղթապանակները ենթակա են անհապաղ ոչնչացման։ Ուկրաինան ընդունել է Ամերիկայի առաջարկը անհապաղ 30-օրյա հրադադարի մասին եւ սկսել է բանակցային թիմ պատրաստել։ Ամերիկայի եւ Ուկրաինայի պատվիրակությունները պայմանավորվել են որոշել իրենց բանակցող թիմերի կազմը եւ անհապաղ սկսել բանակցությունները կայուն խաղաղության հասնելու համար։ Միացյալ Նահանգները պարտավորվել է քննարկել այս կոնկրետ առաջարկները Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի խոսքով Ամերիկան վերսկսում է հետախուզական տվյալների եւ ռազմական օգնության տրամադրումը Ուկրաինային։ Ամերիկացի քրիստոնյա առաջնորդների կոալիցիան նամակ է հղել Թրամփին կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող քրիստոնյա պատանդների ազատ արձակման համար։ Մենք հավատում ենք, որ դուք միակն եք, որ կարող եք փրկել քրիստոնյա պատանդներին։ Գրեթե 2 տարի առաջ Ադրբեջանը էթնիկ զտումներ է իրականացրել ավելի քան 120,000 քրիստոնյա հայերի նկատմամբ։ Այդ ժամանակից ի վեր 23 քրիստոնյա հայ պատանդներ եւ 1 կրոնափող ադրբեջանցի ենթարկվում են խոշտանգումների, ասված է նամակում։ Ռուսաստանի զինված ուժերը անօդաչուներով լայնամասշտաբ հարձակում են իրագործել ուկրաինական բնակավայրերի ուղղությամբ Օդեսայում վառելիքի եւ մանկական խաղալիքի պահեսներում եւ մասնավոր բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։ Ռուսական կողմը հերքում է ուկրաինական քաղաքների եւ գյուղերի վրա թիրախային հարձակումները։ ԱԹՍ-ների կողմը պարբերաբար հաղորդում է խաղաղ շրջանների վրա ռուսական հարձակումների մասին։ Ռուսաստանն իր հերթին հաղորդել է Մոսկվայի եւ մերձմոսկովյան շրջանների վրա տասնյակ անօդաչու սարքերի հարձակման բնակելի շենքերի վնասման մասին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 11-ին Փարիզում հավաքված շուրջ 30 երկրների գլխավոր շտաբների պետերին կոչ արել ձեռնամուխ լինել Ուկրաինայի համար անվտանգության հուսալի երաշխիքներ սահմանող պլանի վրա։ Armenpress-ի փոխանցմամբ այս մասին հայտնել են ֆրանսիական ԶԼՄ-ները, վկայակոչելով Ելիսեյան պալատի կոմյունիկեն։ Հաշվի առնելով հաշտության բանակցությունների արագացումը, նախագահը պարզաբանել է, որ այսօր պետք է հայեցակարգից անցնենք պլանի անվտանգության վստահության արժանի երաշխիքներ սահմանելու նպատակով, որպեսզի Ուկրաինայում հնարավոր դառնա հաստատուն եւ երկարատև խաղաղություն։ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման եւ 3 տարով զրկվել պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից։ Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի 3-րդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլին դատապարտել է 9 տարվա ազատազրկման բյուջետային միջոցների յուրացման համար, իսկ պետական անվտանգության հատուկ ծառայության նախկին ղեկավարին 300,000 լարի տուգանք է նշանակել։ Դատախազությունը երկուսին մեղադրել է առանձնապես խոշոր չափերի 9 միլիոն լարի բյուջետային միջոցների կոլեկտիվ հափշտակության մեջ։ Հատկանշական է, որ երկու ամբաստանյալներն էլ իրենց առաջադրած մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչում։ Դոնալդ Թրամփը որոշել է աջակցել գործարար միլիարդատեր կառավարության արդյունավետության վարչության ղեկավար Իլոն Մասկին նրա Տեսլա ընկերության արժեթղթերի գնի եւ մեքենաների վաճառքի ցուցանիշների ռեկորդային անկման պայմաններում եւ գնել է ընկերության մեքենաներից մեկը։ ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար հրապարակային միջոցառման ժամանակ Թրամփը ցուցադրաբար ընտրել եւ գնել է էլեկտրական մեքենաներից մեկը։ Նշվում է, որ Թրամփը Մասկի եւ նրա փոքրիկ որդու ուղեկցությամբ քայլել է Վաշինգտոնի իր նստավայրի տարածքում շարված մեքենաների մոտով եւ ասել, որ գնելու է կարմիր մոդել S, որի համար վճարելու է չեկով։ Արագածոտնի մարզային փրկարարական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնահազանգ էր ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցած ձնահյուսի պատճառով 9 անձից բաղկացած արշավախումբ է մնացել ձյան տակ։ Արշավախմբի 8 անդամներից հաջողվել է դուրս փրկվել, իսկ մեկն անհետ կորել էր։ Կադրերում երևում է, թե ինչպես էին ուղղաթիռով տեղափոխում Արագածում տուժած լեռնագնացներին։ Այսօր առավոտյան փրկարարները հայտնաբերել են Արագած լեռան վրա կորած լեռնագնացի դին։